Մի հատ նյութ տեսա, տաքսու վարորդը ոնց է զրուցել Ղարաբաղցի կլանի մի հատ մնացորդի հետ։ Այսօր արցախցի կինը նստավ մեքենան, սկսեցին քաղաքականությունից խոսել, ճիշտ ասած ես չէի ցանկանում, ինքը առաջինը սկսեց այս երկիրը սենց, ու իր խոսքերի մեջ լսեցի արտահայտություններ, թե Հայաստանի ժողովուրդը արեց, որ Արցախը կորցրեցին, որ ես ուրախ կլինեմ Հայաստան անգրի այն օրին, որ ընկավ Արցախը։ Տեսանյութը դիտենք հետո կշարունակենք։ Ես եթե անցնի Փաշինյանը, ուրախ կլինեմ, դուք էլ մեր օրը կընկնեք։ Ես ցավով եմ ասում, բայց եթե ընտրի այս ժողովուրդը ընտրի, ուրեմն արժանի է, որ մեր վիճակը ընկնի։ Կտեսնեք հերթով։ Իսկ Տաուշի շրջանները ով հանձնեց, Տաուշի այդ հողերը, այդ էլ ռուսը հանձնեց։ Շարունակենք էլ ուղղակի։ Իսկ մնացածը դաստիարակությունը կներեք թույլ չի տալիս դες բանը ասեմ, որ դուք մեզ անիծում եք, որ դուք ասում եք մենք էլ դուք էլ մեր օրը դառնալ։ Եթե Ղարաբաղցին մնա Հայաստանում, մենք հաստատ կգնենք ձեր օրը։ Այո, որովհետև ինքը իր երկիրը կործանեց, եկա մեր օգնել կործան։ Դե Աստված ամենի սրտով իրենը տա։ Ուրիշ ոչինչ չեմ ասում։ Դուք մեզ հասցրիք այս օրին։ Դուք 21 թվին նորից է, ամենարիք որ չընկնենք, որ մենք չվերադա, չունենանք են մնացածը։ 21 թվին կրկնակի պարտվող։ Ուղղակի ես հազիվ կարողացա ինձ զսպել դուրս չպրտել իրան մեքենայից, անկեղծ են մեջ հաճույքով դա կանեի, ուղղակի դաստիարակությունը ստույգ չտվեց, տարեցքին էր, ու անդրադառնամ քո խոսքերին, որ ես ուրախ կլինեմ, որպեսզի դուք ընկնեք մեր օրը։ Ու դե արտահայտություն ես անում, Հայաստանը արեց, հայերը արեցին, որ Արցախը մենք կորցրեցինք։ Հարգելի ես մի հատ շարասյունը նայ Արցախի ժողովուրդը ոնց էր գալի, քանի կիլոմետրանոց հերթեր էր գոյացե սահմանին, քանի մեքենա փախավ Արցախից 20 թվականի պատերազմի ժամանակ։ Ու նոր ասա հայերը արեցին, թե չէ, եթե հայերը անեն, հայերը չխառնվեն ձեր պատերազմին, 4 օր կտվեր ձեր Արցախյան շարժումը, ոնց որ 23 թվականին տևեց 3 օր։ Դիմացակ, քանի օր դիմացակ Արցախում, 1.5 միլիարդ զենք թողեցիք եկաք Հայաստան։ Հիմա եկեք քննադատում եք հայերն են արել, հայաստանցիք են արել, հա։ Թե դուք հայ չեք, որ հայերն են արել, հայաստանցիք են արել։ Թե դուք ուրիշ ազգ եք ձեզ դնում։ Ես ունեմ լիքը Ղարաբաղցի հարազատներ, ընկերներ, ծանոթներ, որոնց հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, բայց իրանք անկում չեն խառնվում Հայաստանի քաղաքականությանը, չեն փորձում իշխանափոխություն անել, կառավարել երկիրը։ Հարգելիներս, սա Քոչարյանի ժամանակները չի, դուք չեք կարա, ստե իրավիճակ փոխեք, եղանակ փոխեք, այդ ժամանակները անցել է։ Ձեր Քոչարյանը չի գա երբեք իշխանության։ Դուք չեք կարա բլաս վերցեք Հայաստանի վրա, ոնց որ այն վաղ էիք վերցել։ Ուրեմն ասեմ, որ այդ կինը ինչ որ արտահայտել է, ինչ որ ասել է, այդ ամեն ինչը ուզի լցվելու է իր փորը։ Դու չարություն ինչ ցանկանաս լցվելու է քո փորը։